Եթերում հեռանկարն է։ Վերջին մեկ շաբաթում Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ միջազգային տարբեր հարթակներում, որոնք էին գլխավոր ուղերձները։ Այսօր դա քննարկենք դիվանագետ Հրաչյա Թաշչյանի հետ։ Շնորհակալություն պարոն Թաշչյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք թերևս ՄԱԿ-ի ելույթից։ Վարչապետը բազմաթիվ հարցերի անդրադարձավ, որոնք էին այն կարևոր ուղերձները, որոնք հնչեցին։ Այո, շնորհակալություն հարցի համար։ Ամենակարևորը, այսպես եթե հայեցակարգային նայենք հարցին, կտեսնենք, որ վարչապետը օգտագործեց այդ բարձր ամբիոնը, դա փաստորեն միջազգային իրավունքի ամենաբարձրագույն հարթակներից մեկն է եւ միջազգային հանրությանը դիմելու ամենալավագույն միջոցներից մեկն է, օգտագործեց այդ ամբիոնը միջազգային հանրությանը պատմելու համար մեր խաղաղության գործընթացի մասին եւ նա խոսեց փաստորեն Հայաստանի այդ աննկուն կամքի մասին, որ մենք գնում ենք անշեղորեն շարժվել ենք այդ ուղղությամբ, որ քիչ բան կա, որ մեզ կարող է խանգարել այդ նպատակին հասնելու համար եւ որ դա մեզ համար առաջնային խնդիր է, առաջնային նպատակ է։ Մեր արտաքին քաղաքականության համար, մեր երկրի նոր ապագան կառուցելու համար եւ գուցե ինչ ասեմ, մեր երկրի զարգացման համար ճիշտ եւ բարենպաստ նախադրյալներ ստեղծելու համար։ Դա փաստորեն իր խոսքի, եթե ամփոփենք, իր խոսքի իմաստը այն էր, որ սա անհրաժեշտ պայման է մեզ համար, հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի, Հայաստանի պետության համար առաջ շարժվելու տեսանկյունից։ Հիմա պարոն Թաշչյան, մինչ այդ տեղի էր ունեցել նաև մեկ այլ ելույթ, Ադրբեջանի նախագահի ելույթը եւ այդ ելույթից հետո բազմաթիվ էին հայտարարությունները, բողոքները, թե ահա տեսեք ինչի մասին է խոսում, մենք գնում ենք դեպի խաղաղություն, իսկ Ադրբեջանը այլ ուղղությամբ է կարծես թե գնում։ Արդյոք դա խոսույթի հարց է զուտ, թե իսկապես տարբեր կերպ են ընկալում։ Նայեք, ես ինչպես եմ նայում այս հարցին։ Շատ անգամ այդ ելույթները օգտագործում են երկրի ղեկավարները ոչ միայն միջազգային հանրությանը իրենց խոսքը հասցնելու համար, այլ պարզապես ներքին աուդիտորիային, ներքին լսարանին ինչ-որ դիմելու նպատակով։ Եվ ես կարծում եմ, որ ավելի շատ ես երկրորդն է, գիտեք, գերակշռում։ Երկրորդը շատ կարևոր է դառնում պետությունների ղեկավարների համար, այդ բարձր ամբիոնից այսպես խոսել եւ ժողովրդին ասել, նայեք ինչ լավ խոսեցի, ինչեր ասեցի։ Ես այսպես մեծ գիտակ չեմ իհարկե Ադրբեջանի, բայց պատկերացնում եմ, որ այսպես արևելյան sense զգացմունքայինությամբ ապրող մի ժողովուրդ դա ասի, նայեք մեր ղեկավարը ինչպեսի լավ ելույթ ունեցավ, ինչ ճիշտ բաներ ասեց, ինչ այսպես, չգիտեմ, բաներ, անզիջում էր իր խոսքի եւ իր դիրքորոշման մեջ։ Հիմա որ ուշադրություն գրավեց իր խոսքի մեջ ինչն էր, այդ միջանցք բառը, չէ՞, միջանցք բառը, եւ սա էլ ակնհայտ է, որ ուրեմն դա ամբողջությամբ ուրեմն ուղղված էր ներքին աուդիտորիային, նա կապիտուլյացիա բառը գործածեց, նայեք, եւ կապիտուլյացիա բառը, եւ միջանցք բառը, դրանք հասկացություններ են, որոնք որ չեն գործածվել բանի մեջ, մեր եռակողմ հուշագրի մեջ։ Դրանք հասկացություններ են, որոնք որ երբևէ չեն գործածվել այդ բանակցային այդ եռակողմ գործընթացում եւ ոչ ելույթներում, ոչ փաստաթղթերում։ Երբևէ որևէ միտեղ այդ բառերը չեն, այդ արտահայտությունները, այդ հասկացությունները չեն երևում։ Եվ ուրեմն ակնհայտ է, որ սա ուրեմն ներքին աուդիտորիայի համար է, ներքին լսարանի համար։ Այստեղ մի փոքրիկ մանրամասն եմ, հա։ Նայեք ինչն է կարևորը եւ ինչն է կարևոր մեր ժողովրդի եւ մեր հանդիսատեսների համար հաշվի առնել։ Նայեք, Ադրբեջանը, կարծեմ ես այստեղ եմ ասել, այս տաղավարում եմ ասել, ավտոկրատիկ պետություն է։ Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները պարծենալու ներքին բանի համար, ներքին լսարանի համար, ժողովրդի համար, պարծենալու շատ առիթներ չունեն բացառությամբ այն ռազմական հաջողությունները, որ իրանք ունեցան 2020 թվականին։ Նայեք, ես հետևել եմ Ադրբեջանի տնտեսական զարգացման ընթացքին եւ կարող եմ ասել, որ գրեթե 2009-10 թվականներից այս կողմ գրեթե չի աճել Ադրբեջանի ներքին համախառն արդյունքը մեկ շնչի հաշվով։ Դա նշանակում է, որ գրեթե չի աճում բարեկեցությունը ժողովրդի։ Այսինքն ինչ է սա նշանակում բոլոր անցյալներով, սա այսինքն ազդեցությունն է երկրի այդ ժողովրդի ուրեմն
չգիտեմ, առողջապահական, կրթական եւ սոցիալական իրավիճակի վրա, հա։ Եվ սա, գիտեք, այս պայմաններում շատ անգամ ավտոկրատ ղեկավարները ինչին են դիմում նացիոնալիստական խոսույթին, ազգայնամոլական խոսույթին։ Հիշենք, հա, մեր բոլորը գիտեն մեծագույն ռուս գրող Լև Տոլստոյն ասում էր, որ ազգայնամոլությունը շատ անգամ սրիկաների, ստահակների վերջին հանգրվանն է լինում։ Երբ որ այլ բաներ չկան, այլևս արգումենտներ չկան, փաստարկներ չկան, նրանք դիմում են այս խոսույթին, որտեղ շատ հեշտ է այդ խոսույթով մանիպուլացնել ժողովրդին եւ հասարակական կարծիքը։ Ես կարծում եմ, սա այդ դեպքն է, երբ որ երկրի ղեկավարը շահարկում է, օգտագործում է այս խոսույթը շեղելու համար ժողովրդի ուշադրությունը այլ հարցերից։ Մի հատ էլ փոքրիկ մանրամասն այսպես ապացույց այն բանի, ինչ որ նոր ասեցի։ Նայեք 2024 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ելույթը Ալիևի երթմնակալության ելույթը։ Վերստին հետևել եմ մեր ելույթին, կարդացել եմ ուշադիր եւ գիտեք ինչ։ Հիմա չեմ հիշում, բայց մի քանի տասնյակ անգամ օգտագործում է Հայաստան, պատերազմ, հայ ժողովուրդ բառերը։ 20 վայրկյանը մեկ գործածում է հայ բառը։ Այսինքն, նայեք, նախագահ է ընտրվել, կարծես թե պետք է խոսի իր ծրագրերի մասին, հա, երթմնակալության ելույթները ինչին են վերաբերում։ Նրանց գործունեությանը եւ ղեկավարների գործունեությանն են, չէ՞, վերաբերում։ Ինչ է պատրաստվում նա անել երկրում, ինչ քայլեր, այս ոլորտում, այն ոլորտում, երրորդ ոլորտում։ Իսկ նա խոսում էր միայն ու միայն պատերազմի մասին։ Առաջնահերթությունը պատերազմն է։ Այսինքն, սա միտումնավոր, սա այն խոսույթն է, որը որ պետք է շեղի ժողովրդի ուշադրությունը այլ խնդիրներից, իսկ խնդիրները կան, ես ասում եմ ձեզ։ Գիտեք, 2010 թվականից մինչ այսօր շատ քիչ փոփոխություն կա տնտեսության մեջ, տնտեսության ծավալներում Ադրբեջանի եւ այսպես մոտավորապես ստագնացիոն իրավիճակ է Ադրբեջանի տնտեսությունում։ Այսինքն սա գիտեք, սրանից խուսափելու համար սրա բաներից ասեք հետևանքներից խուսափելու համար նա իհարկե պետք է դիմի այդ խոսույթին, նացիոնալիստական, ազգայնական խոսույթին եւ կրքեր գրգռելու խոսույթին։ Հիմա այդ պայմաններում, երբ որ նման իրավիճակ է եւ Ադրբեջանի նախագահը գնում է այդպիսի խոսույթի նաեւ կրքեր գրգռելու համար, այս պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի ճանապարհները արդյոք նույն ուղղությամբ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, հա, շարունակելով միտքը, դա չի նշանակում, որ նա հրաժարվում է այդ փաստաթղթերից, որոնք նա կնքել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Դա չի նշանակում, բնավ չի նշանակում։ Եվ այսպես տեղ պետք է նկատենք, որ մեր վարչապետը շատ ճիշտ վարվեց, շատ այսպես առանց տեղի տալու իր բաներին, տեղի տալու զգացմունքներին եւ շատ ճիշտ արձագանքեց, շատ չափավոր այսպես բաներով, զգացմունքներով կամ չափավոր խոսույթով, որ գիտեք ինչ, նայեք, չկա այդ ձեր բառակապակցությունները, որոնք որ գործածում եք, չկա որևէ մի փաստաթղթերում այդպիսի բան չկա եւ դա փաստորեն դրանով էլ նա նշեց, որ գիտես դու սա օգտագործում ես ներքին քո լսարանի համար, այլ ոչ թե կոնստրուկտիվ բանավեճի նպատակով։ Հիմա վարչապետը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ առիթ ունեցավ անդրադառնալու այդ խոսույթին։ Արդյոք միջազգային հանրության կողմից գոնե մակում նստած ընկալումը կա, որի վերջո Հայաստանը ընթանում է դեպի խաղաղություն։ Դե նրանք ովքեր զբաղվում են այս հարցով, կարծում եմ իհարկե այդ ընկալումը կա։ Ես վստահ եմ, որ կա այդ ընկալումը, որովհետև վարչապետը շատ հստակ է իր հայտարարություններում, շատ միանշանակ է եւ քայլերն էլ ձեռնարկած շատ միանշանակ են եւ շատ զսպված են ամեն մի բանում, ամեն մի արտահայտություններում իր։ Հիմա վարչապետի արտահայտությունների մեջ նաև ուշադրություն գրավեց հետևյալը՝ խաղաղությունը ամենօրյա աշխատանք է։ Ամենօրյա աշխատանք ասելով մենք ինչ նկատի ունենք, ինչ պետք է հասկանալ դրա տակ։ Նույն այդ հարաբերությունների կարգավորումը, նայեք, գիտեք, մենք ինչքան մեծ բան կա անջրպետք, ինչքան մեծ անջրպետ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև, ինչքան մեծ անվստահություն գոյություն ունի, եւ պետք է քայլ առ քայլ գնալ մոտեցնելու համար այդ տեսակետներն ասեմ, ինչ ասեմ, վերացնելու համար այդ անվստահությունը, խոր անվստահությունը, որ գոյություն ունի, եթե չասեմ թշնամանքն ու ատելությունը իհարկե։ Ես մի անգամ ասել եմ, դա վերացնելը չի նշանակում, որ մենք սկսենք սիրել իրենց,
Կարծեմ այստեղ եմ ասել։ Չի նշանակում սիրել, բայց նշանակում է հանդուրժել եւ կարողանալ գտնել այդ բանալին, համակեցության բանալին։ Գիտեք, այդ սառը պատերազմի տարիներին պես մի արտահայտություն կար, չէ՞, համակեցություն պետք է գտնել, այսպես համատեղ կեցության բանաձև պետք է գտնել կապիտալիզմի եւ կոմունիզմի երկու ճամբարների միջեւ։ Հիմա մենք պետք է գտնենք այդ բանալին եւ դա շատ կարեւոր խնդիր է մեզ համար։ Անդրադառնալով Թրիփին, Թրամփի երթուղուն, այս առումով որոշակի զարգացումներ կարծես թե նկատում ենք 150 միլիոն դոլարի։ Այո։ Հա, սա հուսադրող իհարկե հանգամանք է, վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմը շատ այսպես լուրջ է դրամադրված, չասեմ վճռական, բայց լուրջ է դրամադրված եւ լուրջ նպատակներ ունի մեր տարածաշրջանի հետ կապված եւ տեսնենք, սա էլ է մտնում իդեպ հենց այդ վարչապետի ասած այդ բանաձևի մեջ, որ խաղաղությունը դա ամենօրյա աշխատանք է, որին պետք է հասնենք։ Մենք այսինքն քայլ առ քայլ առաջ շարժվելով եւ վերջիվերջո նայեք, այստեղ ինչ է, կան շահեր կան մեր տարածաշրջանում, մեզ մի փոքրիկ տարածաշրջանում, ես մի փոքրիկ կետում նայեք քանի պետությունների, տերությունների շահերն են խաչվում, հա, եւ սա էլ է աշխատանք պահանջում, չէ՞, բանանելու, մեղմացնելու հակասությունները, մեղմացնելու կամ վերացնելու կամ չեզոքացնելու հնարավոր լարվածության պատճառները, աղբյուրները, սա էլ դիվանագիտական մեծ աշխատանք է պահանջում եւ գուցե սա նկատի ուներ վարչապետը դա ասելով։ Պարոն Թաշչյան, թե ՄԱԿ-ի ելույթում, թե այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վարչապետի ելույթում կարմիր գծով գնում են ժողովրդավարության մասին մեր պատկերացումները։ Ինչու է հատկապես շեշտվում այդ ժողովրդավարության անհրաժեշտությունը։ Շատ շնորհակալություն այս հարցի համար, ինձ համար շատ հետաքրքիր կարևոր հարց է։ Նայեք, հա, վարչապետը ասում է, որ սա մեր նպատակն է, ժողովրդավարությունը մի խոսքով ասում եմ, որ սա մեր նպատակն է, այս մեր հասարակության, մեր պետության նպատակն է։ Ես մի քիչ ճիշտ ասած այլ տեսանկյունից եմ նայում հարցին։ Նայեք, ժողովրդավարությունը նպատակ չի, ժողովրդավարությունը միջոց է, գործիք է։ Գործիք է ինչ-որ նպատակներին հասնելու համար։ Նպատակը որն է, ունենալ ամուր, ուժեղ, բարեկեցիկ պետություն, ունենալ մի բառ այսպես ասեմ, մոդեռնիզացված, այսինքն արդիականացված պետություն, որը որ իր զարգացման ընթացքի մեջ չի ունենա այլևս խոչընդոտներ, որոնք որ կլինեն անհաղթահարելի։ Այսինքն ապահովել պետության անդադար ընթացքը, առաջընթացը։ Հիմա այս պատմության փորձը ցույց է տալիս եւ ես դրանում համոզված եմ եւ գիտեք համոզված եմ անգամ որ կարելի է մաթեմատիկորեն դա ապացուցել ցույց տալ որ այդ ճանապարհին այդ նպատակին հասնելու համար լավագույն միջոցը ժողովրդավարությունն է լավագույն համակարգը ժողովրդավարությունն է գիտեք པարզ բաներ կան པարզ վիճակագրություն կա որը որ վկայում է դրա մասին եկեք բաց արեք մեր հեռուստադիտողներին եմ առաջարկում բաց արեք նայեք թե որոնք են հնա մեկ շնչին ընկնող հնայով ամենահարուստ պետությունների ցանկը նայեք։ Եթե նավթի արդյունահանման վրա չի հիմնված այդ պետության տնտեսությունը, որոնք որ իդեպ շատ չեն այդ պետությունները, մի 5-10 պետություն է, մնացած բոլորը ժողովրդավարություններ են։ Ավելին ասեմ ձեզ, ժողովրդավարությունը գիտեք ինչով է կարևորվում, նայեք կան պետությունները, որոնք որ սկսել են իրենց այդ ընթացքը, զարգացման ընթացքը, չլինելով ժողովրդավարություններ բայց ինչ որ մի կետի իրենց զարգացման մեջ, ինչ որ մի կետի հասնելուց հետո տեսել են, որ ժողովրդավարության բացակայությունը խոչընդոտ է նրանց զարգացման համար։ Չի թույլ ժողովրդավարության բացակայությունը չի թույլ տալիս, որպեսզի հաջորդ քայլը կատարեն եւ բարձրանան բարձր եկամուտ ունեցող պետությունների ուրեմն հարթության վրա այդ ակումբի անդամ դառնալ։ Հիմա նայեք Հայաստանը այդպեսի հետամնաց պետություն չի մեզ մոտ, գիտեք մենք կիրթ բնակչություն ունենք, կրթված գրագետ բնակչություն ունենք, ժողովուրդ ունենք մեծ անցյալով, մշակութային անցյալով եւ գիտական անցյալով եւ գիտական ներկայով ինչու ոչ, այսինքն մենք այն ստարտային իրավիճակում չենք, որ ասենք, գիտեք, ժողովրդավարությունը կարող է շարժաշփոթ առաջացնել եւ եկեք ուրեմն օգտագործենք ավտորիտար մեխանիզմներ ուրեմն առաջին քայլերն անելու համար։ Մենք գտնվում ենք հենց այն հարթության վրա, երբ որ ժողովրդավարության պակասությունը կամ բացակայությունը կարող է մեզ խոչընդոտել զարգացնել
զարգացման համար։ Այս սա շատ կարևոր է հասկանալ, այսինքն գիտեք բան կա եւ Եվրոպական միության հա թեման եւ վարչապետը շոշափեց, կարծես թե երկու ելույթների մեջ շոշափում է։ Այո, դեպի Եվրամիություն անդամակցության եւ սա նշելով, որ սա գործընթաց է մեր բարեփոխումները իրականացնելու եւ եթե դրանից հետո կընդունեն, չեն ընդունի։ Եվ սա այս համատեքստում է փաստորեն անկալվում Եվրոպական միությանը անդամակցելու այդ բան շարժումը, մեր գործընթացը։ Փաստորեն նայեք, Եվրոպական միությունը սա այն կառույցն է, որը որ պահանջում է, ասում է, դարձիր ժողովրդավար, այսինքն, լավ, այստեղ եթե ունեք 1 րոպե։ Ունենք եւ թերևս դրանով էլ եզրափակենք մեր այսօր։ Հիմա նայեք, շատ անգամ մեր հանդիսատեսները կարծում են ժողովրդավարություն ասելով, այսպես մի շուկա ենք պատկերացնում, ով ինչ ուզի անի, ով ինչ ուզի ասի։ Ոչ, ուրեմն ժողովրդավարության ամենակարևոր տարրը, բաղկացուցիչը դա իրավունքի գերակայությունն է, ինչը նշանակում է կարգ ու կանոն եւ երկրորդը, որ բոլորս հավասար ենք իրավունքի առջև։ Նրա բոլոր քաղաքացիները եւ ներառյալ պետությունը, ներառյալ իշխանությունները։ Այս սա է ամենակարևոր բաղկացուցիչ մասը ժողովրդավարության։ Եվ ձեզ ասեմ, իդեպ, ասեմ, որ Եվրոպական միության անդամակցության ճանապարհին էլ սա ամենակարևոր եւ ամենաառանցքային նախադրյալն ու պահանջն է։ Այլ կերպ ասած, պատասխանատվությունը կամովի ստանձնելը։ Իհարկե։ Շնորհակալություն, պարոն Թաշչյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը դիվանագետ Հրաչյա Թաշչյանն էր։